Ժողովուրդը 21 թվականին ընտրել է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ 3 ուժ կա պարլամենտում։ Այն եզակի ուժերից ենք, որ իդեմս ձեզ բացի խնդիրները բարձրաձայնելուց, նաև գիտեք կոնկրետ ոնց այդ խնդրին անդրադառնալ, ինչ լուծումներ տալ։ Վարչապետական երբեմն արդեն լակոտության հասնող մրցավազքին մենք չենք միանում։ Ուժեր կան, ովքեր թղթերը առել են անվանափոխի կենտրոնությանը մասնակցում են։ Ով կասծումի փող ունի վարչապետի տեխնացը։ Առանց Արցախի չպետք է լինի արտոնություններով ճանապարհ կամ միջանցք։ Մեծ մասը ուժերի ասում են, որ իրանք կողմ են այդ միջանցքին։ Դե Նիկոլն էլ այն բանը անում էլի։ Ժողովուրդը ձեզ որ ինչ պետք է։ Մենք ձգտում ենք նրան, որ խաղաղություն այն փխրուն խաղաղությունը, որ հաստատվել է, այսպես ասած, իշխանության կողմից, չխարխլվի։ Այդ ի՞նչն եք դուք վիճարկում, ինչ որ Նիկոլը կուկուրուզա ուտում, դա խանգարում։ Դա էլ խնդրեմ է երկրի։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը։ Այսօր անակնկալ ունենք, որոշեցինք ճեղքել մեր միապաղաղությունը եւ հյուր ունենք Շուշանը, որը մեր կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է, հրաշալի մի անձնավորություն, որի մասին մի փոքր կպատմի պարոն Մարուկյանը։ Պատմեմ։ Վերջին խոսքը միշտ պարոն Մարուկյանին է, մեր առաջին համարն է։ Դա վերջին խոսքը չի, բայց լավ, ասենց ասեմ, որ ամեն ինչ դեռ սկսում։ Մենք երկար քննարկել ենք եւ որոշել ենք ոդքասթի, քանի որ նախընտրական շրջանի ոդքասթներն են սրանք լինելու, այս հաղորդումները բացի այն, որ վերլուծական մասը մենք բնականաբար միջազգային եւ տեղական իրավիճակից կտանք, նաեւ պետք է ներկայացնենք մեր ցուցակի ներկայացուցիչներին, մեր համասնական ցուցակի եւ մեր համասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում առաջին կինը հորիզոնականում Շուշան Ավագյանն է, ոնց են ասում սիրեք եւ փայփայեք նրան։ Շուշան Ավագյանը մեր լավ ընկերն է եւ նա քաղաքագետ է մասնագիտությամբ, միջազգային հարաբերությունների մասնագետ է, արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցն է ավարտել, քաղաքասարակության տարբեր կառույցներում է աշխատել երկար տարիներ եւ այսօր մեր հետ նա գալիս է խորհրդարան։ Ես կարծում եմ նա իր մեծ ներդրումը կունենա խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ մենք հրավիրել ենք Շուշանին, որ նա ներկայացնենք մեր ժողովրդին, համ էլ զրուցենք մեր գործերից, մեր նախընտրական թեմաներից, որպես մարդ, որը ըստ էության մինչև վերջերս եղել է outsider, այսինքն ինքը դրսից է քաղաքական process-ներին նայել, կողքից դիտարկել, հա, եւ հիմա խնդրեմ, մեզ ասում էին դաշինք արեք, մենք իրականում ցուցակի ներսում ենք ուժեղացել նոր մարդկանց ներգրավելով, սիրելի հայրենակիցներ, բարի գալուստ մեր գաղ իրականություն։ Քաղաքականություն։ Կարծես Փաշյանն էլ է նոր մարդ, այսինքն այն իմաստով, որ ընտրություններին մասնակցում է։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ։ Միշտ ձեզ էկրանից այն կողմ եմ տեսել այս ձևաչափում պլատֆորմի հարթակում, շատ ուրախ եմ։ Ուզում եք ասեք դուք դիտել եք մեր հաղորդումը։ Այո, պարտադիր բոլորը։ Դա կատակ էր։ Այո։ Եվ շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք եւ քննարկելու ենք կարևոր հարցեր։ Իրականում ճիշտ եք ասում, երբ որ ընթացիկ նայում ես քաղաքական գործընթացները կողքից, լրիվ այլ տպավորություն է, ու երբ որ արդեն մտնում ես քաղաքական իրականության մեջ, ամբողջովին պատկերը փոխվում է եւ այդ առումով ուզում եմ ասել, որ պատասխանատվության զգացումն էլ ավելի մեծանում, քանի որ ավելի շատ բաների համար ես պատասխանատու դառնում։ Եվ միանգամից ուզում եմ քննարկումը տանել մի կարևոր կետի, այսօր բանավեճի է եւ այդ բանավեճի ժամանակ այսպես լեգիտիմ հարց, այո, լեգիտիմ հարց հնչեց այն առումով, որ տեսեք 19 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել, որ մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հիմա այդ 19 ուժերի պարագայում մի փոքր քաղաքացու դիրքորոշման առումով բարթանում է գործը, որովհետև քաղաքացին պետք է 19 ուժերին այսպես նայի, համեմատի, փորձի հասկանա թե ում է ընտրելու, ինչի հիման վրա է իր ընտրությունը կատարելու։ Այ օրինակ մեզ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ինչով է տարբերվում բոլոր մնացած ուժերից, այն որն այն տարբերակիչ գիծը, որ հստակ կարող է քաղաքացու մոտ պատկերացում առաջացնել, որ Լուսավոր Հայաստանը կոնկրետ այս ուղղությամբ է գնալու առաջնորդվելու կամ այս տեսլականի առաջ բերողն է կամ մղողն է։ Շատ
Վտանգավոր հարց է։ Վտանգավոր մարտարավերն է տեսնամ ես։ Մի անգամից սրել։ Սելի հայրենակիցները մի հատ խնդրում ուշադիր, բայց նշի չէ որ մենք չենք կարելի հարցին պատասխանենք։ Չէ։ Դա պատասխան ունեցող հարց է։ Ինձ թվում է ձեզ մոտ բոլոր հարցերը պատասխան Չէ, ունեն։ մեր հետ կա բնականաբար, ոնց սկսենք, դու պատասխանես թե ես պատասխանեմ։ Ինքը երկար պատասխանա լինելու, ինչի որովհետև տարբերակիչ բազմաթիվ կոմպոնենտներ կան, մի բան չի, գաղափարական, քաղաքական, բան։ Դուք սկսեք, ես կշարունակեմ։ Լավ, որպես կուսակցության նախագահ ես սկսեմ, Լուսար Հայաստան կուսակցությունը Շուշան ջան հիմնադրվել է 2015 թվականին։ Այն հիմնադրվել է բնական process-ով, ինչ անշանակում բնական process։ Խորհրդանում եղել է падգամավոր ում անունը Էդմոն Մարուքյան էր, նա պարլամենտ մոնիտորինգի տվյալներով 5-րդ գումարման ազգային ժողով ամենաակտիվ падգամավորն էր։ Իր օրենսդրական նախաձեռնություններով, հարցապնդումներով եւ ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ։ Ձեր անցնելը բավականին մեծ ֆուրոր էր առաջացրել։ Անցնելուց հետո եմ ասում, 15 թվական, այսինքն 3 տարի անց։ Օրը մեջ օրենք էր բերում խորհրդարան։ Այո։ Հա։ Ամենաակտիվ падգամավորն էր։ Եվ արդեն որ կար միտքը, որ ես պետք է ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ շարունակեմ մնալ, երկու որոշում պետք է կայացնենք, կամ միանալ որևէ թիմի, որը որ նայեցինք որ այդ գաղջ մտնորդում, այդ պայն մի ուժ էր ստեղծվում, դա քաղաքացիական պայմանագիրն էր։ Նիկոլ Փաշինյանին ինձ ուղարկել էր քաղաքացիական պայմանագրի հիմնադիր տեքստը։ Ես ուզում եմ կուսակցություն հիմնադրեմ, Սասուննա բան, կարողա դու էլ միանաս մեզ, ես մտածեցի երկար քննարկեցի եւ տեսա որ Ինչը խանգարեց միանալ։ Սի բազմաթիվ տարբերություններ ունեինք մենք ընկալումների մեջ եւ ասից ես հաջողություն եմ մաղթում իրանք գնացին եւ սկսեցին զբաղվել գրանցեցին քաղ պայմանագիրը ավելի շուտ բայց ես իրան անկեղծ ասեցի որ մենք ստեղծում ենք այլ կուսակցություն դե ոնց որ իր համար նորություն էր բան լավ է բան որտեղ ինքը հակից էր դուս եկել այսինքն հակի падգամավոր էր բայց այլևս հակի հետ չէր շփվում եւ ես իմ գաղափարակից մի խումբ ընկերների հետ ում որ տարբեր միջոցառումներից հանդիպել էի նաեւ Վանաձորից մեծ թիմ կար, հետո տարբեր մարզերից արդեն, այդ 3 տարվա գործունեության արդյունքում հիմնադրում ենք Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Հիմա ինչ էս պատմությունը պատմեցի։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հիմնադրվել է բնական ճանապարհով, այն գաղափարական ուժ է, այն խարսխված է դերևս է ֆրանսիական հեղափոխություն, մարդու իրավունքներ, շարժումներ, այսինքն այդ գաղափարական հենքի վրա, անհատական, հա, եւ Այսօր 19 գրանցված ուժերից ուժեր կան, եթե կարելի լինի բնականաբար ես եւ Կարպիսը կասենք, ուժեր կան, ովքեր թղթերը առել են անվանափոխե կենտրոնությանը մասնակցում են, ուժեր կան, ովքեր ուժեր չեն, ուժեր կան, այսինքն մեզ համեմատել բոլորի հետ շատ սխալ է, որտեղ մենք բնական քաղաքական միավոր ենք, հետեւաբար, եթե մարդ ուզում է Հայաստանում քաղաքական համակարգ կայանա, նա ոչ թե ընտրությունից ընտրություն պետք է վազի մանգա մի հատ ուրիշ նոր ուժ դրան բիմայ փորձի, երկիրը փորձադաշտ չի, այլ որոշակի մաքուր ճանապարհ անցած փորձ կուտակած ուժի, որը ես կարծում եմ Լուսավոր Հայաստանն է։ Մյուս մեր բաղադրիչներն այն է, որ Լուսավոր Հայաստանը ընտրություններին մասնակցող այն ուժերից է, որը համաեվրոպական շարժման անդամ է, ԱԼԴԵ ազատական կուսակցության դաշինքի անդամ է, որը եվրոպական պարլամենտում 3-րդ ֆրակցիան է, 3-րդ խմբակցություն։ Այսինքն մենք լինելով քաղաքականության մեջ վաղը պարլամենտում մենք մեր կապերը ԱԼԴԵ-ի միջոցով օգտագործելու ենք եւ ինչ ենք լոբինգ անելու Հայաստանի Հանրապետության շահերը, ոնց որ միշտ։ Եվ էլի շատ կոմպոնենտներ կան, որ կարող եմ ասել, այսինքն մենք Ես եւս մեկը հավելեմ, որ անկախ այն հանգամանքից, որ մենք ներկայացվածություն ունենք խորհրդարանում թե չէ, մենք քաղաքական օրակարգ ենք ձևավորում եւ դա էլ եմ կարեւոր համարում, որովհետեւ երբ որ անընդհատ դու քաղաքական օրակարգում քաղաքական հարցեր ես բարձրաձայնում ու նաեւ դրան զուգահեռ լուծումներ ես առաջարկում, այն եզակի ուժերից ենք, որ իդեմս ձեզ բացի խնդիրները բարձրաձայնելուց նաեւ գիտեք կոնկրետ ոնց այդ խնդրին անդրադառնալ ինչ լուծումներ տալ, ես կարծում եմ, որ դա էլ է այն ցուցիչներից մեկը, որ մեզ տարբերում է այլ քաղաքական ուժերից, որոնք հայտնվում են, ինչպես դուք արդեն նշեցիք, ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Այո, այո։ Եվ ուզում եմ ասել, որ 21 թվականի ընտրություններին 25 ուժ մասնակցել, սիրելի հայրենակիցներ, ուշադիր եղեք։ Ով անցել է, գիտենք ով անցել, ժողովուրդը 21 թվականին ընտրել է Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, 3 ուժ կա պարլամենտում։ Մնացած բոլորը չեն անցել այդ թվում ենք այդ ժամանակ, բայց ի՞նչ է տեղ ունեցել։ Մենք շարունակել ենք երկրից խնդիրներով զբաղվել, քաղաքականությամբ զբաղվել,
Այդ ուժերը հովարային անջատման պես կորել են, մի մասը նորից էլի ծլել են հիմա, էլ եկել են դուրս են մասնակցում, այսինքն շատ է տարբերությունները։ Հիմա այս փորձեմ գաղափարական մասը պաստալ Կարպիսին փոխանցենք, որ օրինակ Հայաստանի արչև ծառացած խնդիրներ կան, ես շատ կուզենամ որ Կարպիսը ցույց տա մեր գաղափարական տարբերությունը, այսինքն լուծումների կոնտեքստում էլի։ Որ խնդիրներ կան, բոլորը խոսում են, սա գիտեն, որ խնդիրներ են։ Բայց մեր տեսլականը թե մենք ոնց ենք մտածում եւ մասնակից ուժերի տեսլականը մարդը հասկանա որ ընտրելուց իր ձայնը ուրա գնում։ Խնդրեմ։ Մեր ամենամեծ առանձնահատկությունը մեր առանձնահատուկ օրակարգն է։ Սրա մասին էլ ենք խոսել։ Մենք հայտարարել ենք, որ սրանք սովորական ընտրություններ չեն։ Սա ամենամեծ առանձնահատկությունն է, որովհետև քաղաքական ուժերի մեծ մասը այս ընտրություններին մասնակցում են, ոնց որ 2008 թիվն է կամ 2012 թիվն է, ու չգիտեմ, Թալանչի իշխանության հարց պետք է լուծենք, ոնց որ այն ժամանակ էր, չէ։ Մենք հստակ ֆիքսում ենք, որ սրանք առանձնահատուկ ընտրություններին չեն կարող լինել սովորական ընտրություններ, 10,000 դրամ թոշակի եւ 300,000 դրամ աշխատատեղի մասին, քանի որ այս ընտրություններով որոշվում է մեր պետության ապագան, մեր պետության հեռանկարը։ Արդյոք Հայաստանը կլինի ինքնիշխան պետություն, թե չի լինի։ Այս ընտրությունները դրա մասին են եւ ընդունելով այս ելակետը մենք հայտարարում ենք, որ այդ վարչապետական երբեմն արդեն լակոտության հասնող մրցավազքին մենք չենք միանում, առանց այդ չենք ուզում գազազացնենք, կատաղացնենք մարդկանց, որովհետև ինչ են տենում մարդիկ ամեն օր հեռուստացույցով աթորի կռիվ, եմ ժողովուրդն ասում, աթորակռիվը։ Ով կոստյումի փող ունի, վարչապետի տեխնացը։ Դա չի կարելի։ Իհարկե, ես հավատացնում եմ, Հայաստանը առանց վարչապետ չի մնա եւ գերակա խնդիրը Դու վստահեցնում ես, չէ՞ որ վարչապետը ունենալու է։ Հայաստանը չի կարող չունենալ վարչապետ, Հայաստանը ունենալու է վարչապետ եւ նաեւ հավաստիացնում եմ, որ դա հիմա ամենակարևոր խնդիրը չի, ամենակարևոր խնդիրը հեռացնել հակապետական տարերին Նիկոլ Փաշինյանի վարչակազմը վարչապետի հարցը նաև կոմպրոմիսներով, բանակցություններով կլուծվի, ուզում հիշեցնել, որ սրանք խորհրդարանական ընտրություններ են, այլ ոչ թե վարչապետական, եւ նաև վարչապետ առաջադրելու իրավունք մենք էլ ենք ունենալու, որը որ մտնենք խորհրդարան։ Հիմա գանք ավելի ինստրումենտալ հարցին, որոնք էլ ավելի են ուրվագծում մեր տարբերությունը։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտը ուզում է իշխանության օրակարգի վրա, քաղաքական դաշտի մի զգալի մասը, ուժերի մեծ մասը ուզում են պարազիտանան իշխանության օրակարգի վրա։ Բացի դա, ինչ նկատի ունես։ Հիմա ուզում են օրինակ իշխանությունն ասում է մենք բերում ենք խաղաղություն, խնդրեմ դու հակառակ ընդդիմադիրների մեծ մասը էլ ասում են մենք էլ ենք բերում այդ խաղաղությունը։ Իմաստը։ Սակայն ինչ տարբերություն չէ, էլի։ Հա, սակայն, իրոք, ինչ տարբերություն։ Այսինքն ուզում են Նիկոլ Փաշինյանը հարցերը սև գործը լուծի, սև գործը անի, իրանք գան տեղ բուսնեն, հա, առիթից օգտվեն։ Դա է իրանց ուզածը կամ մենք նաև նկատում ենք քաղաքական դաշտում համերաշխություն Միչանսկի շուրջ։ Այսինքն մեծ մասը ուժերի ասում են, որ իրանք կողմ են այդ Միչանսկին, ես չեմ ուզում կիրառել trip բառը։ Դե չէ, դա բառը իմաստ չունի, որովհետեւ համար, որովհետեւ մենք չենք ուզում նեղացնենք ամերիկացիներին, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարևոր գործընկերն է, եւ դա իրականում trip չի, դա թուրքական օրակարգ է, բայց հիմա քաղաքական ուժերի մեծ մասը ուզում են այդ անդրադիր իրենց հրճակած։ Հա, մակաբույծի պես բուսնեն այդ Միչանսկի գաղափարի վրա եւ Ադրբեջանին եւ Թուրքիային ոչինչի դիմաց Միչանսկ տան, բայց մենք ինչ ենք ասում։ Ասում ենք չկա Ղարաբաղ, չկա Միչանսկ։ Կլներ Ղարաբաղ, կլներ Միչանսկ։ Ստոպ ստեղ։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ առաջին գաղափարական տարաձայնությունը արձանագրենք, որ մենք տարբերվում ենք ԿՊ-ից, նրանով, որ մենք ասում ենք առանց Արցախի չպետք է լինի արտոնություններով ճանապարհ կամ Միջանցք։ Այդ պարտավորությունը ծնվել է Արցախը լինելու պարագայում, Արցախը չկա, հետաբար չկա նման պարտավորություն, սակայն իշխանությունները գնացել են տվել են Միջանցք։ Ովքեր որ մեր հետևորդներն են, բազմաթիվ էպիզոդներում, որ առաջ մեր 100-րդ էպիզոդների միջոցով մենք մոռացանք ժողովրդին ասենք, տորտ բերենք մի հատ մոմք չենք բան, այս խառը գործերի մեջ անցա։ Արագ ռեպլիկանում շարունակեք։ Ես որպես մեդիա ոլորտի մարդ, որ 10 տարուց ավել աշխատում եմ։ Դա բացառիկ բան է։ Մի պրոյեկտ, դեն շարունակականություն ունենա, որտեղ բոլորը սկսում են ոդկաստ, մի պասը սնկի պես աճան։ 10-ից հետո էլ ոչ ոք չի կարող շարունակի։ Բայց մենք ուրեմն մեր այդ 100 ոդկասթների մեջ սիրելի հայրենակիցներ, դուք կգտնեք մանրամասն խոսք, երբ որ ես ու Կարպիսը խոսել ենք, որ դա Միջանցք է եւ ինչի չի կարելի դա անել եւ այլ նոյեմբերի 9-ի մասին եւ այլն։ Այսինքն մեր գաղափարական տարաձայնությունը
մասնակից ուժերի հետ, որտեղ բոլոր մասնակից ուժերը ասում են միջանցքը լավ է, մենք էլ ենք օքեյ, մենք Հայաստանից ստանձնած որևէ պարտավորություն, այդտենց է ձևակերպում են, չենք վերանայելու, մենք օքեյ ենք դրա հետ։ Մեր տարբերությունը Շուշան ջանեն, հա, որ մենք ասում ենք, որ միջանցք չի լինելու։ Երկրորդ կարևոր տարբերությունը։ Ես շարունակեմ նոր դու այդ հարցը չմոռանաս, էլի, որտեղ երկրորդն էլ ասեմ, նոր ասա։ Երկրորդ կարևոր տարբերությունը դա խաղաղության այսպես կոչված համաձայնագրի նախաստորագրված տեքստի մասին, հա, որի մասնագետը ստեղ կարծում եմ ես եմ, որի վրա աշխատել եմ, ես կարծում եմ դա մեծ բան է եղել ինձ համար, պատիվ է եղել, որի վրա ես աշխատել եմ եւ ունեցել եմ հնարավորություն առաջարկներ անել եւ այդ փաստաթուղթը հետագայում արդեն լրիվ ադրբեջանական կոնտեքստում, լրիվ ադրբեջանական որպես տեքստ, որտեղ հետագայում փոխվել է շատ, ստորագրվել է Վաշինգտոնում։ Հիմա քաղաքական միավորներս էլի հայնեքստներ ուշադիր լսեք։ Ասում են, որ դե արդեն ստորագրել է, ինչ անենք, դե Նիկոլը ստորագրել է, բան ոնց Նիկոլն արել բան։ Վերաբանակցելու հնարավորություն չկա։ Հա, մենք այդտեղ ոչի բան չենք կարող անենք, բայց այնտեղ երաշխավորների հարց են բացում, այդպես չեն հասկանում այդ ինչա։ Բայց անցնեմ առաջ, այնտեղ ուրիշ բան կա, որ ասում են, բայց Ալիևը դա չի ստորագրելու։ Դրա համար եթե ստորագրի, մենք կստորագրենք։ Ուրեմն ուշադիր լսեք։ Այդ փաստաթղթում կետեր կան, որոնց մենք, երբ որ ես դեսպան եմ եղել, չենք համաձայնվել։ Երկար ժամանակ դրա դեմ կռվել ենք։ Եվ չպետք է համաձայնվեինք, սա եղել է իմ ամենամամուր դիրքորոշումներից մեկը։ Իմ հրաժարականից 2 տարի անց համաձայնվել են իրանք եւ ստորագրել են։ Կետերից մեկն այն է, որ Հայաստանը դառնում է կողմ, որ պետք է հետաքննություններ իրականացնի Ադրբեջանի անհայտ կորածների գործերով։ Հայաստանում մարդկանց բռնի դատի, Ադրբեջանը դա պահանջելու է։ 4000 որ չի կարելի նման օվերտոնի պատուհան բացել, կետը կա մեջը գրած։ Մյուս կետը այն է, որ ես կարծում եմ, որ որևէ параգրամ չէր կարելի ստորագրել, որ Հայաստանը Ադրբեջանի սահմանի երկայնքով երբևէ չի կարող երրորդ ուժեր ներգրավել, ռազմաբազա տեղակայել, երրորդ ուժեր ներգրավել անգամ դիտորդական առաքելության տեսքով։ Եվ մոտավորապես գրված չի ռազմական ուժ, դա ուժեր եւ իրանք մեկնաբանում որ դիտորդները նույնպես իրավունք չունեն, Եվրոմիության դիտորդները։ Եվ էլի կետեր կան սրա մասին առանձին եթեր ունենք, ամփոփելով խաղաղության համաձայնագրի մասը։ Ես պնդում եմ, որ խաղաղության այդ համաձայնագիրը հնարավոր է բանակցել եւ այն այս վիճակով այն չպետք է ստորագրվի։ Բոլոր մնացած քաղաքական ուժերը պնդում են, որ այն այս վիճակով իրանք ստորագրեն, դե որովհետեւ դե ինչ անենք դե բան, բայց այդտեղ հարց է մոտ առաջանում կարպիս։ Էնա Նիկոլն անի բանը անում էլի։ Ժողովուրդը ձեզ որ ինչ պետք է ընտրի։ Այս էսթետիկական նկատառումները։ Բանը այլ է, էլի, որ ես դուշմանը չէ, գալիս եք ինչ։ Դե իրանք ասում են դե դա բան է, ասում են դուշմանն է, բայց դե պետք է գանք թող։ Ես ճիշտ եմ հասկանում, որ որոշ ընդդիմադիր գործիչներ ասում են, որ Ալիևը դա չի ստորագրելու, բայց ըստ էության այս հարցերը, որ դուք ներկայացրեցիք կետերով նաև, փաստում են այն մասին, որ հենց Ալիևի կետերով փաստաթուղթն է եւ այստեղ տրամաբանություն չկա։ Ալիևն է գրել։ Ալիևն է ստորագրել։ Այնտեղ մի կետ է կա միջամտության բացառման վերաբերյալ ներքին գործերի։ Շատ կան։ Ուզում ասեմ, կետերը շատ են, դա մասին առանձին հաղորդում են կարել, բայց ֆիքսում ենք։ Մեր տարբերությունը մյուս քաղաքական ուժերից այն է, որ մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը մենք չենք ընդունելու ապրիորի որպես բան, արդեն եղած փաստ, ելակետ եւ ասենք որ всё, դե մի Նիկոլը վատնար դրա համար է տենց եղե, այդ իրականությունը կա, բայց ինչի ենք նոր ուժ գալիս։ Ինչա նոր ուժը գալիս, որ փոխի այդ իրականությունը։ Եթե պետքա ուրիշ այդ ուժերը գան հիմա, ասեն մեզ ընտրեք, բայց ասենք սա կմնա նույնը, նա կմնա նույնը, նա կմնա նույնը։ Այսինքն ինչն եք դուք վիճարկում, ինչ որ Նիկոլը կուկուրուզա ուտում, դա խանգարում։ Դա էր խնդրեմ էս երկրի։ Դրա համար շատ ակնհայտ, շատ անկեղծ ֆիքսում են, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը միակ քաղաքական միավորն է, ընտրություններին մասնակցող, որը ունի ֆունդամենտալ տարբերություն մյուս բոլոր ուժերից։ Մյուս բոլոր ուժերը ընդունում են Նիկոլի բերած օրակարգը, ուղղակի ասում են դա մենք այսպես մի քիչ ծաղիկներ կդնենք վրան, չգիտեմ, սփռոց կփռենք, չգիտեմ, էսի ինչ կանենք, բայց զակ կմնա նույնը։ Մենք դա չենք անելու, որտեղ մենք ձևը գիտենք ոնց անենք, որտեղ չլինի։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ այս թվացial երկընտրանքի մասին եմ։ Չէ՞ ինչ արա դու մարդավերն ես։ Սա չի լինի, բայց թվացial երկընտրանքի մասին եմ ուզում խոսել, որ անընդհատ հատկապես իշխանությունն է այդ օրակարգ բերում, հա, եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի եւ այլն։ Հիմա այս կետերը, այս որի շուրջ մենք խոսեցինք, հա, մեկը խաղաղության համաձայնագիրներ, մյուսը թրիփի մասով, արդյոք այս մեր մոտեցումները չեն կարող նպաստել, որ մարդկանց ընկալումներում մենք ձգտում ենք նրան, որ խաղաղություն այն փխրուն խաղաղությունը, որ հաստատվել է, այսպես ասած, իշխանության կողմից, չխարխլվի։
Շատ լավ, հետաքրքիր բան եք ասում, որևէ մեկը բան չենք պատերազմի հրձիկ չենք եւ չենք եղել։ Խոսքը գնում է իրավաքաղաքական, դիվանագիտական աշխատանքի մասին, process-ների ճիշտ կազմակերպման մասին եւ մենք դա տեսնում ենք, որ հնարավոր է անել եւ ոչ մի պատերազմ չի կարող դրա համար լինել։ Սա մեկ։ Այն պարտավորությունները, որ ստանձնված է կոնկրետ մի հատ վարչախմբի կողմից, չգիտեմ, այնտեղ հիմա արդեն անկլավներ ակնարկվում, այդ Շահին Մուստաֆայևը եկել էր Հայաստան, Ադրբեջանի փոխվարչապետը, հազար ու տարբեր բաներ, նույնիսկ սահմանադրությունը փոխելու։ Նայ, բոլոր ուժերը խոսում են այն մասին, որ սահմանադրությունը բան տենց դե խոսում են, որ սահմանադրությունը չպետք է ընդունվի, պետք է ոչ հասվել բան։ Մենք միակ ուժն ենք, որ գտնում ենք, որ այոն էլ է խնդրեմ, ոչ էլ է խնդրեմ։ Հետեւաբար մենք հիմնավորում ենք, որ ընդհանրապես այդ օրակարգը չպետք է լինի, եւ դրա համար պետք է Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Նրանք ասում են, մենք գանք ոչ կքարոզենք։ Մենք ասում ենք Ժողովուրդ ջան, մի րոպե, ոչի քարոզնել, որ դա չանցնի, խնդրեմա տալու ես երկրի համար։ Խնդրեմա տալու ես երկրի համար եւ հիմնավորում ենք բացատրել։ Եթե կարելի շարունակեմ, խնդրեմ։ Խաղաղությունը բարդ չի, եւ խաղաղությունը ինչին է, որ չեն կրակում։ Խաղաղությունը համակարգ է, առաջնորդին անվտանգային համակարգ է, հավասարակշռման եւ փոխզսպող մեխանիզմներով մենք հիմնավորում ենք, որ չի կարող գոյություն ունենալ խաղաղության համակարգ խարսխված մեկ մարդու լինել կամ չլինելով։ Դա չեղավ արդեն ինստիտուցիոնալ խաղաղություն։ Մենք նաեւ հստակ ապացուցում ենք, որ Իլհամ Ալիևը Նապոլեոնը չի եւ չի կարող Իրարից էլ երևում ինքը Նապոլեոն չի։ Նմանալ չի։ Եվ չի կարող դիմել ամենաթողության բեսպրիզելի, այդ բառը օգտագործենք եւ ինչ ուզենա անի, երբ ուզենա հարցակվի Հայաստանի վրա։ Այսինքն մենք պատերազմի վերսկսման լեգիտիմ հիմքեր չենք տեսնում։ Այսինքն 2019-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանը տապալելով բանակցային գործընթացը Ալիևին հարձակվելու լեգիտիմ հիմքեր տվեց։ Դրա մասին ես պարոն Մարուկյանը բազմիցս խոսել ենք եւ պատերազմից առաջ էինք ուզում խոսել, ուղղակի չհասրեցինք, պատերազմը սկսեց, այս պատմությունը պատմում ենք, բայց հիմա մենք լեգիտիմ հիմքեր չենք տեսնում։ Ինչի համար պետք է հարձակվի։ Ինչի համար։ Պատճառը ո՞րն է։ Այդ հարձակվելու պատմությունը Ժողովուրդ ջան, մի բանի մասին է, որ գործող իշխանությունը ուզում նորից վերընտրվի, որ ասենք իրանք լավ ապրեն, այդքան բան թե ուրիշ կոնցեպտուալ, աշխարհակաղակական, ստրատեգիական, բան արտաքին քաղաքական կողմնորոշման, չգիտեմ, եսի ինչի բաները գոյություն չունի, ոչ մի նման բան։ Հետ գալով էլի նրան, որ ինչու օրինակ քվեարկել Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, որտեղ մենք մարդկանց չենք խափում, անկեղծ ասում ենք, որ այս ընտրությունները падգամավորների ընտրություններ են։ Եթե դուք համեմատեք մեր կուսակցության ընտրություններին ներկայացված ցուցակի առաջին 20 մարդուն, ցանկացած ընտրություններին գրանցված առաջին 20 մարդու հետ, դուք կտեսնեք, որ մեր առաջին 20 մարդը կարող է գրել օրենք, կարող է խորհրդանում օրենք գրելու տեղը մտ ֆիքսենք։ Օրենք գրելու տեղը, օրենսդիր մարմին է խորհրդանը ֆիքսենք։ Կարող են գրել օրենքներ մեր ժողովրդի բավարարության համար։ Մենք դա գիտենք ոնց անել, դրա փորձը ունենք, եւ մենք գտնում ենք, որ ժողովուրդը արժանի է նորմալ, հանգիստ, հանդարտ կյանքով ապրելու։ Ես այդ միտքը հասեք։ Արժանապատիվ թե առողջապահական, թե սոցիալ-տնտեսական, այս բոլոր իմաստներով, բայց միևնույն ժամանակ մենք չենք ներկայացնում այդ բանը տրաֆորետային ծրագրերը, էլի, որ ասենք տենց սոցիալ-տնտես դեղերը կժանացնեն։ Այդպես էլ մնում են թղթի վրա։ Հա, ասենք հենա ներկայացնում են մնացած ուժերը։ Դրանք կգանք, բայց նախորդ միտքից ուզում եմ ավարտել։ Մեզ ուզում են տեղավորել Ժիրար Լիպարիցյանական ինչ-որ կեղծ պարադիգմայի մեջ, պարադիգմա, որտեղ կա երկու բևեռ ռացիոնալները, կեղծ ռացիոնալները, այսինքն իրանք եւ դաշնակները, այսինքն ով համաձայն չէ ռացիոնալների հետ գիժա։ Բայց չէ, մենք ասում ենք սա կեղծ պարադիգմա է, այդպիսի հարացույց գոյություն չունի եւ մենք չենք ակնկալում եւ չենք ուզում մի բան, որը դուրս է մեր իրավունքներից։ Այսինքն մենք մեր հասանելիքն ենք ուզում եւ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը լիարժեք իրավունք ունի իր իրավունքների սահմաններում պայմաններ առաջ քաշել եւ պահանջել իր շահերը։ Մենք ոչ ջաբրայել ենք ուզում, ոչ ֆիզուրին ենք ուզում հետ բերենք, չգիտեմ, ինչ-որ արկածախնդրություններ չենք առաջ քաշում, մենք ուզում ենք ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը
29800-ը եւ ապահովել նրա անվտանգությունը եւ կայուն վերարտադրությունը, այսինքն այդ ժիրա լիպարիտանական այդ պարադիգման կեղծ է, հիմա այդ նիկոլականները դա հիմա բանը շատ են չէ շահարկում, որ ով իրանց հետ համաձայն չի, ասում պատերազմում։ հա, չէ։ Ոչ միայն պատերազմ, ասում է, բան դաշնակ են դարել, այսինքն հիմա ով հիմա իր երկրի մասին սկսել մտածել դաշնակ է դարել։ Այսինքն որ չի ուզում նվաստանա դաշնակ, հա, ասենք։ Ես մի ուրիշ բան եմ ուզում խոսենք, մի ուրիշ բանի մասին, տեսեք, մենք Ես մի բան էլ ասեմ, այս խաղաղության հետ կապված, խաղաղությունները հաճախ լինում են նաև մի կողմի ոչնչացման գնով։ Չի կարա խաղաղություն տարածաշրջանում Հայաստանի ոչնչացման գնով։ Դա էլ է խաղաղություն։ Օրինակ Արցախում հիմա խաղաղություն է, Ժորժ ջան։ Արցախում հիմա Լեռնային Ղարաբաղում խաղաղ է, օքեյ ենք մենք։ Հայ մարդը այնտեղ չի ապրում։ Օքեյ ենք մենք դրա հետ։ Ադրբեջանցի էլ թամամ լադեր չեն կարող բնակեցին, դարել է անապատ։ Ուզում եմ ասեմ, ֆիքսել որ բանը, եկեք մենակ նայենք բորձյուրներին, ասֆալտին, չեմ կեսաթոշակի 10000 դրամ ավելացմանը, բայց խաղաղա, Ժորժ ջան, ոչնչացնում են մեր ինքնությունը, մեր պետականության հիմքերը եւ այդ հիմքերի ոչնչացման արդյունքում վերջում պետությունն էլ է կորցնում։ Ես հենց դա եմ ուզում անկեղծ ասել, որ ի տարբերություն այլ ուժերի մենք հայտարարել ենք, որ հանդես են գալու այսպես կոչված խելացի քարոզարշավով եւ smart campaign ենք իրականացնելու։ Եվ այստեղ ինչն է հետաքրքիր, որ մենք ի տարբերություն մեր իսկ 21 թվականի ներկայացրած ծրագրի sense առանձին դրույթներ, աշխատատեղերի բացման մասին 21 թվականին տենց լավաշով ծրագիր ունի։ Լողավազանների բացում, կրթության, չնայած որ այդ ոլորտները, ասենք կրթության մասով կարող է բարձր որ դրա վերաբերել մենք ունենք, կներես, մենք ունենք մեր տեսլականը ամեն այդ մի հարցի վերաբերել, ունենք այդ ծրագրերը, բանակի վերաբերել, անվտանգության վերաբերել։ Բայց պետություն լինի, չէ՞։ Բայց ասենք մենք հիմա հարցերը կիսել ենք, ասում ենք Ժորժ ջան, մի րոպե հələ։ 3 առած ծառացած էս 3 հարցն է, այս 4 հարցն է, պետությունը մնալու է թե չի մնալու, մարդիկ քննարկում են ով լինի վարչապետ։ Լեռնային Ղարաբաղում էլ լիքը լավ ասֆալտած փողոցներ կային, կրթության որակն է ոնց որ թե վատ չէ։ Ժամանակակից հիվանդանոց կա։ Ժամանակակից հիվանդանոցներ կային, այո, բայց փաստացիորեն հիմա Երևանից մաքուր էր։ Երևանից մաքուր տներ էին կառուցում, 100 տուն, հա, ինչ-որ ծրագրեր էին անում։ Տանգինը $150,000 էր հասել, ասենք։ Լեդերով լույսեր կային։ Այսինքն այս ամբողջը հիմնված է նրա վրա, որ մենք առաջին հերթին մեր պետականությունն ենք ուզում պաշտպանել։ Դա ասում ենք սովորական ընտրություններ չեն։ Այո։ Հետեւաբար սովորական ընտրությունների այդ սպառողական ծրագրերը, որ ասենք, չգիտեմ, մենք էժան դեղեր կտանք, չգիտեմ, ինչ ասես խոստանում են։ Մենք մեր քաղաքական կյանքում ամեն ինչ ունեցել ենք։ Էպիլատորա բաժանվե ժողովրդին, ձրի դեղեր են առաջարկում, որը մեզ համար շատ զազրելի երևույթ է դեն։ Բան չասի, բայց ուզում եմ ասեմ, ամեն ինչ արվել է եւ ժողովուրդը այդ ամեն ինչը տեսել է։ Եվ ես կարծում եմ, որ մեր ներկայացրած մոտեցումը, գաղափարը, ծրագիրը ֆունդամենտալ տարբերվում է։ Մի հատ էստեղ կարևոր բան կա, ասում են, այս ինչին կմիանակ, այն ինչին կմիանակ, այն ինչին կմիանա, Ժորժ ջան։ Եթե մենք որևէ մեկին միանալու լինեինք, մենք այնա միացած կմասնակցեինք ընտրություններին։ Մենք մի բան ենք առաջարկել, որ եթե դա լիներ, պետք է լիներ մի ցուցակ, մի հատ ցուցակ։ Եվ մեծ բևեռ։ Հա, մի հատ ցուցակ։ Քանի որ դա չի եղել, էլ այս ինչին կմիանակ, այն ինչին կմիանակ, բան տոտալ մերժելի քննարկումներ է մեր համար, որտեղ որ չի եղել մի ցուցակը, որը կարող զեղչեր բոլոր գաղափարական հարցերը։ Նայ, եթե մի ցուցակ է, տարբեր գաղափարական ուժեր կա, չէ՞ այդտեղ։ Կարա զեղչվի, մոտարկվի տարբեր գաղափարներ միտեղ, որ այդ մի ցուցակով գնան մարդիկ։ Հիմա մենք որ ելք դաշինքը ստեղծել ենք, Պարզան Նիկոլ Փաշինյանը լրիվ ուրիշ պատկերացումներ ուներ, ես ուրիշ, Արամ Սարգսյանը ուրիշ։ Մեր քաղաքական միավորները ղեկավարած, բայց հանուն ավելի մեծ արժեքի այդ օրվա ռեժիմի դեմ պայքարի մենք մոտարկեցինք մեր մոտեցումները։ Հիմա ստեղ էլ առաջարկեցինք Ժորժ ջան, մի ցուցակով պետք մասնակցել, մարդկանց վարչապետական ամբիցիաները թույլ չտվեց, որ այդ մի ցուցակը լինի, բոլոր ուժերը գնացին իրենց ճանապարհով առանձին մասնակցելու։ Մենք ասենք շատ լավ, նաև ասեցինք, որ եթե որոշվի, որ բոլոր ուժերը գնում են առանձին, մենք էլ ենք առանձին գնալու։ Եվ այդ իմաստով մենք մի քիչ ուշ դիրքավորվեցինք, բայց այնուամենայնիվ։ Այո, դա ռազմավարական նշանակություն է, որ իրանք դիրքավորում են 30-40% ձայն մնաց չկողմնորոշված, նոր մենք դիրքավորվենք։ Բայց ասածս ինչն է, մենք դրանով նաև ասեցինք, որ լինելու է մրցակցություն։ Այսինքն մի ցուցակի մեջ մրցակցություն չկա, բոլոր ուժերը իրար հետ են։ Բայց որ հիմա բոլոր ուժերը իրար հետ չեն, առանձին մրցում են, չէ՞ մրցակցություն է։ Հետեւաբար մենք մեր տարբերությունները պետքա ֆիքսենք։ Պետքա անկեղծ ասենք, որ եղբայր նիկոլական օրակարգ եք առաջ բերել, ասում եք բանը, պայմանագիրը մենք կգնանք կստորագրենք կամ տրիպը լավ բանա, միջանցք տալը լավ բանա թուրքերին։
ոչ մի բանի դիմաց։ Այս առումով անկեղծ չեն ուղակի եւ չեն ուզում խոստովանել երևի։ Նայ, ամբողջ աշխարհում ընտրությունները գիտես ինչի մասին է։ Ասենք աջ կողմից մեկը գոռում է դեղին, ձախ կողմից մյուսները գոռում են կապուտ։ Ժողովուրդը որոշում է։ Դեղին թե կապուտ։ Հայաստանում բոլորը գոռում են դեղին։ Ժողովուրդը ասում ախպեր, օքեյ։ Եթե սաղը նույն բանն եք ասում, օրինակ եմ ասում։ Ժողովուրդը որինչ ինչ է էսթետիկական բան, ասենք մեկի կոստյումը ավելի լավն է, մեկինը չէ, մեկը սափրված է, մեկը չէ։ Ոնց պետք է ընտրի։ Միակ գաղափարական հենք, որ առաջ ենք քաշում, դա մենք ենք։ Եվ անկեղծ եմ ասում, բան մեծամտություն բան մենք չունենք։ Ահա որ դեամբիցիոզ մարդիկ ենք, դες դեամբիցիա բառ չկա, բայց այնպես ձեռակերպեց ես երևի։ Ես նաև առաջարկում էի, որ եթե մի ցուցակով մասնակցություն լինի, ես չլինեմ ցուցակում։ Ես առաջինը զիջեմ, որ այդ առաջի համարի կռիվը չլինի։ Ես բնականաբար չէի լինի։ Հա կարպիսնա չէ լինի, բայց աջակցել։ Բայց Ժորժ ջան, չի եղել, չի ստացվել, եւ հիմա մենք մարդկանց կոչ ենք անում, որ քվեարկել լուսավոր Հայաստան կուսակցության օգտին։ Մայիսի 3-ին կհրապարակվի մեր համարը, մյուս եթերից սկսած մենք մեր համարը կտեղադրենք նաև YouTube-ի ալիքի բոլոր տեսանյութերի տակ։ Անցնենք հաջորդ հարցին։ Եթե ավելացնելու բան ունես։ Չէ, ինչով ենք տարբերում, չենք վերջացրել, ինչով ենք։ Հա, չի ասում շարունակ։ Նախագահի տեխնացու։ Շարունակի ասեմ։ Առաջարկել ենք Միքայել arczepiskopos Աջապայանի տեխնացությունը, նաև այդտեղ մեզ համար շատ կարևոր է մյուս ուժերի արձագանքը, թող իրանք էլ արձագանքեն, համաձայն են թե չէ։ Բայց այստեղ էլի, քանի որ դուք ինձ թույլ եք տվել challenge անել, ես փորձեմ challenge անել, էլի։ Հայերեն ասա, թե մարդիկ կա չի։ Մարտահրավերն է դել, Ես դեմ եմ անգլերեն բառերին։ Մտելախոսույթ։ Բայց այդ ռեմոնտադան իսպաներեն դու ես բերական։ Դա որտեղ հայերեն համարժեք չունի։ Լավ։ Հիմա ինչ է իմ ասածը, մարդիկ կան, ովքեր որ ասում են, այս ընտրությունները, ոնց որ մենք բազմիցս ասում ենք, ազգային ժողով ընտրելու մասին ընտրություններ են։ Հիմա ոնց որ առաջնային օրակարգ չի նախագահի մասին խոսել, նախագահի ինստիտուտը առաջ բերել է, քանի որ այստեղ հարցը падգամավորներն են եւ որոնցից հետո էլ ոնց որ վարչապետի տեխնացու է լինում։ Ինչ ենք մենք անդադ այս օրակարգ բերում։ Մենք արդեն ասացինք, որ լիքը մարդկանց պատկերացրած առաջնահերթությունները մեր համար առաջնահերթություն չի, որտեվ իրանք մեդիա աղմուկին հետևելով նրանց համար կարևոր է ինչ-որ այդ սենսացիան։ Ով աստեղ վարշապետի տեխնացուն, սրանք քվեարկեք, նրան չեք քվեարկի, Քոչարյան, այս հիստերիկ աղմուկ է։ Իսկ մենք պետականության հիմնադրույթների մասին ենք փորձում խոսել։ Ինչքան է դա հիմա ճոռոմ է ասածը հնչում, բայց հիմքում պետականության հիմնադրույթների հարցն է մեր պետության, որտեղ մենք տեսնում ենք պետություն, որտեղ իշխանության բոլոր մարմինները կլանված են մի մարդու կողմից։ Երկրի վարչապետը, երկրի գլխավոր քննիչն է, երկրի գլխավոր դատախազն է, ուզում էր կաթողիկոս դառնալ, չի հրաժարվել այդ մտքից, երկրի գլխավոր պոետն է, երկրի գլխավոր ասմունքողն է, ընդդիմության առաջնորդն է։ Հա, սահմանություն է գրում հիմա, սահմանադրագետ է արդեն։ Երկրի նախագահան իր աշխատողն է, պարլամենտի խոսնակը իր աշխատողն է։ Եվ հիմա մենք ասում ենք, մի րոպե, բայց ով ասա, Նիկոլ Փաշինյանից հետո էլ այդպես չի լինելու։ Եվ դրա համար ասում ենք, եկեք, ստեղծենք նախադեպ ինստիտուտ ձևավորելու։ Եվ այդ շատ կարևոր ինստիտուտ է, այդ ներկայացուցչական ինստիտուտը, եւ ես մի բան ասեմ, էլի այդ հայերը, Շուստրի հայերը, այդ հեգնանքով են վերաբերվում այդ ներկայացուցչական ինստիտուտներին, ախպետ էլի ալորություն չունի, էլի մտամ իրանք են առաջինը ֆայմել, այդ եվրոպական զարգացած երկրներն էլ այդ կանաչ չեն հասկանում, որ միջև հիմա հարյուրամյակներով պահում են ալորություն չունի, ինչ են դեմ որ Միքայել Սրբազանը լինի։ Այդ եմ ասում, այդ եվրոպական երկրների իրենց միապետներին կամ պարլամենտական երկրների իրենց նախագահներին խեն պահում։ Հետո էլի ինստիտուտի կայացման տեսանկյունից այդ զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմն էլ է այդ պարագայում սկսում գործել, իշխանությունների տարանջատումը առանձին բան է, հա, օրենսդիր գործադիր եւ դատական եւ նաեւ նախագահի ինստիտուտը շատ արժեզրկված է մարդու։ Մենք ունենք մի նախագահ, որ ցեղասպանության 111-րդ տարելիցի արդիվ ուղեր չի եղել հայ ժողովրդին։ Չի, ոչ բան չի խոսած է։ Ես բաց եմ թողել, լուրջ ես ասում։ Սա տուն չի հանել ցեղասպանության օրվա արդիվ։ Էս եք ուզում։ Բա ոնց ես չեմ ֆիքսել։ Այդ ով է մեր նախագահան երկրի։ Ես իմով ով։ Բանը Անգլիայի թագու դիակի հետ սելֆի անողը նախագահ։ Անգլիայի թագու հետ թագու հետ չէ, թագու դիակի։ Դիակի, հա։ Դիակի չէ, դագաղի։ Դագաղի։ Հիմա Սիրելի հայրենակիցներ, նայեք, առաջին հայացքից կարող է ինչ-որ բան է, այդպես ճակատային որ հարցը դնում ես, կարծես մարդիկ sense բան են անում։
Ես որպես համանդրական իրանքի մասնագետ ասեմ։ Համանդրությունը այնպես է գրված, բարձր այս համանդրությունը մենք պետքա փոխենք։ Այս սուպերվարչապետական այս համակարգը պետքա փոխվի, դրա առաջամարտիկը մենք ենք եղել, մենք կանք ու մենք ենք մնալու։ Այդ կոստյումով հանել եմ ամբիոնից ցույց եմ տվել, որ ոնց է Նիկոլա Հակե։ Ուզում է այս կոճակը փոխի, բայց նացածը պահի։ Ես եմ այդ արել, բայց մինչև դրան հասնելը մենք ասում ենք քաղաքական ուժերի ընդհանուր մի կետի վրա կենտրոնանալու իմաստով տեսա աննարա վարչապետի պաշտոնի վրա նրանց համախմբել աթոռակների այդ կտրտում են իրար լավ այդ թողինք մենք դամար չմտանք այդ գզվրտոցի մեջ որ տենց ավելի լեգիտիմ լինի մեր process-ը բայց սիրելի հայրենակիցներ մենք ասում ենք ներկայացուցչական մարմնում կարող է լինել այո այն պայմաններում որ ամբողջ աշխարհում բոլոր ազգերը իրար լինելիությունը վիճարկում են այն պայմաններում որ ամբողջ աշխարհում պետությունները իրար լինելիությունը եւ սահմանները վիճարկում են այո Հայաստանը պետքա շեշտադրի իր առաջին քրիստոնյա լինելը 1 երկրորդ թե ինչու է ինքը այս տարածքը 2 եւ երրորդ դա անմիջականորեն կապված է նաեւ Արադ լեռի բիբլիական սար լինելու նոյան տապանի այդ ամբողջ թեմաների հետ որտեվ վերջին հաշվով մարդկության կյանքը երկրորդ անգամ ես աստուն հավատում եմ սկսվել է այս տարածքից երկրորդ անգամ ասենք ջրերը եղել բոլորը մահացել են տապանում ով կար Հացա կենթանի։ Տապանի դուրը որ բացել են, իջել են այս տարածք։ Այսինքն Երևանդ, չէ։ Երկրորդ անգամ սկսել է այս տարածքից։ Հիմա նաև դրա խոսում է նրա մասին, թե մենք ենք ստեղ, ինչի է մեր քարտեզը տեղ։ Եվ այդ բոլորի համատեքստում մենք կարծում, որ լավ կլինի, որ մեր հարգարժան հոգեորականներից մեկը տվյալ պարագայում մասնավորապես Միքայել Սրբազանը լինի, ինչու։ Որտեվ նա այլևս իր առաքելությունը չի իրականացնում։ Այ շատերի մոտ տպարություն կար մենք եկեղեցու մարդ ենք բերում, չէ՞։ Բայց իրականությունը դա չի։ Մարդը քահաբանտարկյալ է եւ իր առաքելությունը չի իրականացնում։ Գործերի բերումով, իրավիճակի բերումով, Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, Նիկոլ Փաշինյանի անվան դատարանի դատավճիռներով։ Բայց հիմա մենք նաեւ այս քայլով ոչ միայն քահաբանտարկյալի իրավունքներն ենք պաշտպանության առաջին տեղ բերում, նաեւ այս սրանով պետականության հիմքերի ամրապնդման մի հատ ուղի ենք ցույց տալիս եւ ես այո կարծում եմ որ քաղաքական ուժերը քանի որ չեն հայտարարել որ նախագահի տեխնացու ունեն մասնակից քաղաքական ուժերը լավ մնացած հարցերում տարաձայնություններ ունեն օրինակ իրանք ուզում են որ միջանցք լինի իրանք ուզում են որ պայմանագիրը գնան ստորագրեն այս խայտարակ կետերով բան լավ բարձա իրանք չեն լինելու որ գնան ստորագրեն դա թույլ չենք տալու մենք բայց գոնե կարան հիմա այս մակարդակում ասեմ որ հա լավ գաղափար է մենք նույնպես միանում ենք այս գաղափարին Եթե բոլորս հայտնվեցինք պարլամենտում նշանակում է կրել ենք ընտրություններ, որտեղ նա ուշադրի եղի։ Լուսավոր Հայաստանի պարլամենտում լինելը, դա նշանակում է Նիկոլ Փաշինյանը պարտվել է։ Ոչ թե մեզանով, այլ նաև մնացած բոլորի անցնելու պարագայում։ Եվ սա բերում է նրան, որ շատ հանգիստ իրանք կարող են ասել, որ այս հարցում մենք կարող ենք ունենալ ընդհանրություն ու այդ գոնե այդ մի հարցի շուրջ խոսակցություն կարող է բացվել եւ ընդհանրություն լինել։ Բացի այդ վարչապետի այդ անտերաթորի մար իրար բուկ կրծելը ուրիշ ավելի կարևոր, ավելի բարձր վերքահայկական հարց են կբացել։ Իսկ արձագանքներ ստացել եք։ Եվ ինչի է վերքահայկական, սա էլ ասեմ, որովհետև քաղաքական գործիչ չեն առաջարկում, որ ասեն, չէ, մենք բան ում հետ ես խոսացել եմ, ասում են, հա, ուժեղ գաղափար է, բան տենց։ Եվ ես այդտեղ նաև խնդիրել չեմ տեսնում, որ ասում են, բա դուք եվրոպական ջատագով ուժեք պրոեվրոպական ինստիտուտների ոնց եք նման բան առաջարկում, ժողովրդական Կարպիս օրինակ բես ներկայացուցչական ինստիտուտների վերաբերյալ մոնարխը որևէ երկրում, որը համարյա թե ունի մեր նախագահի լիազորությունները կամ գրեթե նույնն է, չէ՞ ստորագրումա ֆորմալ օրենք, կառավարական դատարան, դիմի բան sense բաներ, ներկայացուցչական լիազորությունները, բայց հեղինակության վրա կառուցված այդ ամեն ինչը։ Բոլոր եվրոպական երկրներում նույնն է։ Կարճ կոմենտ էլի թող։ Իսկ թվում է մեր ժամանակակից երիտասարդությունը եւ ոչ միայն մեր այս ամբողջ այս հետ խորհրդային տարածքում լավ չեն հասկանում թե ինչա Եվրոպա։ Եվրոպա հասկանալով իրանք Եվրոպ բյուրոկրատներին են պատկերացնում։ Ռասանն է պատկերացնում։ Այս վերջերս այս հարցազրույցի է գնացել լրագրողը հակադրության մեջ դրեց Սովետը եւ եվրոպական գաղափարը։ Ասում իսկ դու գիտես որ Սովետն էլ է եվրոպական։ Ու ինչ արեց լրագրողը։ Սովետը Եվրոպայի ծնունդ է, եվրոպական մտքի։ Այսի առանձին թեմա է ոնց է։ Դե հասկացա։ Կշեղվենք թեմայից։ Եվրոպան դուք լավ չեք հասկանում ինչա։ Մեր օպերատորների Եվ հիմա կներեք, էլի, այս մեր ջահելները գերի են դարձել ինչ որ հասկացություններ, որոնք լավն են, ճիշտ են, բայց այստեղ ինչ որ վուլգար կապ չունեն իրականություն։ Վուլգար դոգմա են դարձնում։ Աշխարհիկ պետություն, այ մարդ ով է աշխարհիկ պետությանը կպնում։
Հո հիմա թեոկրատիա մեզանից աշխարհիկ մարդ։ Նայ։ Ես Այսինքն որ Նիկոլ Փաշինյանը կետա գրե իր ծրագրում, որ կաթողիկոսին ուզում է հեռացնի, դե հարց չկա որ ասեն աշխարհիկ պետություն եք, ինչ գործ ունես կրոնական կազմակերպության ներքին գործ։ Բայց այ որ մենք ենք այս հարցը բացում, ասում են, ինչպես կարելի է։ Էսը ասեմ շարունակենք դեռևս 18-րդ դարում հայ քաղաքական միտքը որոշացել է, որ մենք հեղափոխական ֆրանսիական ճանապարհով չենք կարող գնալ, հեղափոխական ֆրանսիական ճանապարհը որն է մորթել, սպանել, Փրկել տերտերներին։ Եվ մենք վերցրել ենք անգլիական մոդելը, որտեղ կա անգլիկան եկեղեցի, որ կարևորված է։ Չգիտեմ հետո, այսինքն ոչ թե չգիտեմ, չխորանանք թե հետագայում այդ միտքը ոնց է զարգացել, բայց այդ համոզմունքը եղել է եւ պատահական չի, որ այդ Մադրասի խմբակի Հովսեփ Էմինի վրա շատ մեծ ազդեցություն է թողել մեզ արդեն հարազատ դարձած Էդմունդ Բյորքը, որը Հովսեփ Էմինի ընկերն էր, այսինքն ինչ ենք մենք բայց այդ համոզմունքը վերցրել անգլիական, այլ ոչ թե ֆրանսիական փրթել թափելու, որտեղ առանց հայ առաքելական եկեղեցու մեր լեռնաշխարհում մենք հարց չենք կարող լուծել։ Դա շատ կարևոր գործոն է։ Լեգիտիմություն է տարի մեր պետության այդ ամեն ինչը։ Ես մի հատ վերջին հարցը ասա, որտեվ 5 րոպե մնացել մեզ, էլի կարծես։ Ես Սա չթողեցիք խոսալ։ Ինչ հարց է տալի, թե ուզում ես։ Ինձ հետաքրքրում է ուղղակի որ համը ներկայացնենք մեր Դու տեսակետը։ ես այն բաներն ես հարցնում, որ քեզ են մարդիկ հարցնում։ Ոչ միայն, նաև, բայց այն հարցերն են, որոնք որ կարող են հետաքրքրել ու խնդրահարույցներ ինչ որտեղ։ Եվ մյուս բանը շատ եմ ուզում հարցնել, որտեվ երկար տարիներ է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եմ եղել եւ տարբեր ոլորտներով այսպես եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում եւ կրթության ատելության խոսքի եւ այլն։ Քանի որ հոգեհարազատ թեմա է, ես ուզում եմ նաև հասկանալ ձեր վերաբերմունքը մեր քաղաքացիական հասարակության նկատմամբ, նաև իդեմս ինձ, որովհետեւ կարծում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը երբեք նախկին չի լինում։ Այդ հարցը միշտ այսպես առաջ տանելու մղումներով է լինում։ Մենք սկսենք։ Ես կարծում եմ, որ առանց քաղաքացիական հասարակություն, առողջ հասարակություն չի կարող լինել, հղումանալով մեր հայտնի պապիկին, Հեգելին։ Անպայման պետք է լինի առողջ հասարակության եւ առողջ պետության համար քաղաքացիություն, այսինքն ինչ էր ասում Հեգելը, ընտանիքի եւ պետության միջեւ պետք է մատուրիշ ինստիտուտ լինի։ Դա քաղաքացիությունն է, այսինքն այս քաղաքացիությունը հասկանում եմ Հեգելյան իմաստով, բայց մեր քաղաքացիությունը իր բուն բովանդակությանը շատ քիչ կապ ունի, ինչը ցավալի է։ Իհարկե մեր հայկական քաղաքացիությունում կան ազնիվ մարդիկ, որոնց ես իսկապես հարգում եմ։ Այդ մարդկանց մեջ նաև մարդիկ կան, որ գնացել են Բաքու, բայց ես վստահ եմ, որ նրանք համոզմունքով են գնացել, դրա համար չեմ քննադատում, օրինակ Բորիս Նավասարդյանին։ Եվ այլն, ես շատ այդտեղ ազնիվ մարդկանց եմ ճանաչում, ոնց հարգում եմ, բայց ինստիտուտը որպես այդպեսին սխալ ռեսերի վրա է եւ սխալ ուղղությամբ զարգացել, բայց այստեղ պետության միջամտությունը պետքա նվազագույնը լինի ինքն իրան, պետքա ձևավորվի եւ տարիների ընթացքում թրծվի, բայց հիմա մեր քաղաքացիությունը մի փոքր այլ բանի մասին է եւ իր բուն եվրոպական հեգելյան իմաստի հետ շատ քիչ կապ ունի։ Ոչ բոլորը իհարկե, այս մասը ես անպայման ուզում եմ շեշտադրեմ ու որովհետեւ կան բարեխղճորեն իրենց գործը կատարող։ Դու լավ քաղաքացիություն ես ես անգամ ուզում եմ ասել, որ ես այդ դաշտի պրոդուկտն եմ։ Ես չեմ կարա որևէ ձևի ուրանամ, բան։ Ես 2002 թվականից ներգրաված եմ եղել տարբեր հասարակական կազմակերպություններում, տարբեր ծրագրերով աշխատել, 4-5 տարի կամավորական փաստաբանություն, իրավաբանություն արել, բանտային համակարգի մոնիտորինգով զբաղվել, ես այդքան քաղաքաբանտարկյալ որ բանտերում նստած են եղել, որտեղից եմ ճանաչել օրինակ Սասուն Միքայելյանին կամ Գագիկ Ջանգիրյանին, այդ մարդկանց կամ տեսել ենք հեռուստացույցով կամ արդեն երբ որ մենք բանտերում նրանց այցելում ենք։ Պարմարքան որ նստեք այդ մարդիկ ձեզ կգան տեսակցության։ Այդքան մարդու գնացել եք։ Գիտես պետք է նստել դրա համար որ տեսնել, չգիտեմ, չեմ ուզում կանխակալ կարծիք։ Հայաստանում տենց գնահատել ինչ որ մի բանը, տենց ինչ որ Չէ, որևէ բան չի գնահատում, ես չեմ էլ արել։ Այդ արժեքը տենց ինչ որ չեմ էլ արել գնահատվելու համար, անկեղծ ասեմ, անգամ հիշում եմ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման գիշերը, որ ինձ զանգեցին եւ ասեցին, որ հարցակում է կոշում, ծեծում են հասի։ Հա, ծեծում են հասեք, բայց դիտորդի եւ իրավունք չունեի միայնակ այցելել, պետքա մեկ այլ դիտորդ հետս լիներ։ Նոր առավոտյան Արթուր Սաքունցի հետ գնացինք։ Բայց ասածս ի՞նչն է, որ ես այդ դաշտի պրոդուկտ եմ
Բնականաբար շատ լավ գիտեմ դաշտի մարդկանց անգիր գիտեմ, անգիր գիտեմ։ Даже այն կարգի գիտեմ, էլի ով է իր տողում բանակից ազատ է, ոնց հետո բայց իրան ուրիշ ձևի ապա։ Անգիր գիտեմ։ Հենց որ մի բան կասեմ, որ մի քիչ Կարպիսը ավելի տենց բան մոտեցավ, բնականաբար պետությունը չպետք է որևէ ձևով միջամտի, նեգատիվ պարտականություն ունի, այսինքն չմիջամտելու։ Դու ասացի պետությունը չեն կարող պոզիտիվ, հա, բայց հույս ունեմ, որ այդ անառողջ որոշակի տարեր, որոնք որ կան միշտ էլ եղել են, միշտ էլ կլինեն, դրանք ընթացքում ես հիշում եմ, երբ որ Արցախը կար, Ղարաբաղը կար, Լեռնային Ղարաբաղը կար, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն էինք այն ժամանակ անգամ ասում, ես հիշում եմ ՀԿ-ներ կային, ասում էին ինչ Լեռնային Ղարաբաղ պետքա տալ Ադրբեջանին, բան, այդպես մարդիկ է կային, քաղաքացիական։ Այսինքն միշտ ինչ որ մարդիկ փորձել են գտնել այդ պահի եղած Հռոմի պապին եւ ավելի կաթոլիկ։ Հաուլնել ու ավելի կաթոլիկ։ Լսի, ու հիմա էլ դետի կա։ Հիմա էլ ասենք չգիտեմ, նայում եմ գրառումներ օրինակ Ստեփանակերտում եկեղեցին քանդելու հետ։ Բարդ հարց է, բայց պետք է խոսենք։ Միգուցե ճիշտ են արել, բայց չէ՞ ախպեր քիչ ամենեմ ասենք բռնաբարված բանին բռնաբարին բանանեք, արդարացնեք բռնաբարվողին, ասեք բան ինքն է մեղավոր բանա շատ էր սիրում։ Իր ինքնիշխան տարածքում է բռնաբարը։ Հա, ինքնիշխան տարածքում։ Ասեն իրանց ինքնիշխան տարածքում բան են անում։ Ինչ են անում, արա ինքնիշխան տարածքում։ Միջուղայնացեք։ Լավ։ Սենյակում կինքը։ Հա, ուզում եմ ասեմ, դե միշտ տղեկով են գլում դա։ Ուզում ասեմ, այդ մասով բացարձակ ես մեր օպերատորը կին է։ կոմֆորտի մեջ եմ, որ անգիր գիտենք, աշխատել ենք ՀԿ-ների կառուցվածքը, համակարգը, ոնց են աշխատում, ոնց են ֆինանսավորվում, ինչ ծրագրերով են աշխատում, բան անգիր գիտենք։ Ես միշտ խորհրդանում փորձել եմ լինել գործընկեր ՀԿ սեկտորի, չեմ հիշում մի դեպք, որ ՀԿ սեկտորի որևէ մեկը կապտար եւ ինչ որ նախաձեռնություն ուզեն անել, ես մերժած լինեի։ Չեմ հիշում մի դեպք, որ մուտք ուզեին խորհրդարան ճոկնեի մտնեին, խորհրդարան տարբեր լսումների բաների մասնակ։ Չեմ հիշում որևէ հարց։ Եկեք մեր ուղերձը սենց անենք։ Բայց Ես ասեմ, դե ՀԿ սեկտորի ներկայացուցիչները թող ինչ չնկատեն, փորձեն աշխատեն քեզ ու պարոն Մարոկյանի հետ։ Երևի Կարպիսը Գիդիորյան չեն սիրում։ Ես իրան չեմ սիրում, դա չեմ կարող։ Չեն սիրում։ Չեմ կարող դա թափել։ Ես ուզում եմ ասել, որ խորհրդարանում ես հենց հայտնվեցինք խորհրդարանում, ես սերտորեն համագործակցելու եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հրաշալի է։ Ես էլ եմ համագործակցելու ոնց որ միշտ։ Թող ինչ չնկատեն, ես ուրիշ ուղղությամբ եմ։ Լավն է։ Սիրելի այնակիցներ, այսօր այսքաններ ես ուզում եմ ձեր մեկնաբանություններում օրինակ արձագանքեք այս նոր մեր ֆորմատի վերաբերյալ էլի մոտեցումներ, որտեղ այս առաջարկը մարդիկ են առաջարկել, որ մարդրավիրենք մեր հետևորդները եւ ասեք օրինակ Շուշանին էլի կանչենք, թե նոր մարդ կանչենք ցուցակից եւ էլի ինչ որ հարցեր կան մեր տարբերությունների բանի վերաբերյալ, դուք էլ գրեք հարցերը առանձին լայվերով, տեսանյութերով կամ ոդկասթների միջոցով կարձակենք։ Դառը մարդ ասի Շուշանին մի կանչենք, ուրեմն չպետք է կանչենք։ Չէ, միտքը այնա որ օրինակ դե շատ ժամանակ է չունենք, շատ օրեր չունենք, այսինքն նաեւ այլ տեխնացուների ներկայացնելու իմաստով եմ ասում։ Սվիզի սեցիմ։ Այո։ Շնորհակալ եմ ինձ այսօր այստեղ ջերմ ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ, welcome to the Club։ Հավեն մյուս բառը չաս։ Լավ մնացեք սիրելի այնակիցներ, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։